Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինայի դեմ ռուսական լայնածավալ ագրեսիայի 1110-րդ օրն է։ Որոշեցի ռազմաճակատի լուրերից բացի ձեզ համար առանձնացնել 3 հիմնական թեմա եւ քանի որ այսօր Կիրակի է, կփորձենք համեմատաբար կարճ եթերում ավելի շատ տեղեկատվություն տրամադրել։ Նախ իմ կողմից ասեմ, որ անչափ շնորհակալ եմ ձեր ջերմ սրտանց եւ տրամադրող մեկնաբանությունների համար, ձեր լայքերի, եթերների տարածման համար շատ եք օգնում, շատ շնորհակալ եմ ձեզ։ Անցած օրվա ընթացքում ռազմաճակատում գրանցվել է 167 մարտական բախում, ինչպես տեսնում եք, մարտերի քանակը ավելացել է։ Նկատել եք, չէ՞, Թրամփի խաղաղարարության շրջանում ռուսները ակտիվացել են։ Այս մասին օրերս ենք խոսել, որ քաղաքական շղարշով Ռուսաստանը ժամանակ է փորձում շահել եւ տակտիկական հաջողություններ գրանցել։ Ուկրաինացի պաշտպանները միայն Պոկրովսկի ուղղությամբ կանգնեցրել են ռուս զավթիչների 25 գրոհային գործողություն։ Ուկրաինական բանակը անցած օրը խոցել է օկուպանտների դրոնների վերահսկման 2 կետ եւ կենթանի ուժի կուտակման 18 շրջան։ Վերջին 24 ժամվա ընթացքում ուկրաինական զորքերը ոչնչացրել են 1180 ռուս օկուպանտների եւ ավելի քան 400 միավոր ռուսական զենք ու ռազմական տեխնիկա։ 22 թվականի փետրվարից ռուսների փաստաթղթավորված ընդհանուր մարտական կորուստները կազմել են մոտավորապես 885130 զավթիչ։ Անցած մեկ օրվա ընթացքում ռուսական բանակը կորցրել է նաև 6 տանկ, 14 զրահամեքենա, 58 հրետանային համակարգ, 3 ռեակտիվ հրետանային համակարգ, 2 հոբ համակարգ, 190 մարտավարական դրոններ, 143 միավոր ավտոմոբիլային եւ հատուկ տեխնիկա։ Մարտի 9-ի գիշերը ռուսական զորքերը ուկրաինական քնած քաղաքների վրա են արձակել Շահեդ տեսակի 119 հարվածային դրոններ։ Ուկրաինայի հոբ ուժերը խոցել եւ վնասազերծել են ռուսական 110 դրոն, 3 նորից Խարկովը տուժեց, ռուսական հարվածներից 5 մարդ է վիրավորվել, խոցում կա նաեւ Չերկասի մարզում, բայց այս անգամ առանց զոհերի եւ վիրավորների։ Ռուսական բանակը ամեն գիշեր շարունակում է Ուկրաինայի խաղաղ քաղաքներին վնաս հասցնելու փորձերը, որոնց հետևանքով մարդիկ են վիրավորվում, երբեմն նաեւ զոհվում։ Երեք թշնամին հատկապես ցանկանում էր Կիևին վնասել, Ռուսաստանը 30 դրոններով հարձակվել էր Ուկրաինայի մայրաքաղաքի վրա, բայց մեր հակաօդային պաշտպանությունը շատ լավ աշխատեց եւ խոցումներ, վնասներ կամ բեկորների անկման հետևանքով տուժվածներ չկան։ Ի տարբերություն Ռուսաստանի բարբարոս զորքերի, ուկրաինական ուժերը թիրախավորում են բացառապես ռազմական կամ ռազմավարական օբյեկտներ օկուպացված տարածքներում եւ հենց Ռուսաստանի խորքում։ Ռուսաստանի տարածքին հարվածները բարի դրոնների կամ դրոնահրթիռների կողմից շարունակում են։ Դուք ամբողջ տեղեկատվությունը կարող եք ստանալ մեր Telegram-յան ալիքից, բայց այսօր ես կառանձնացնեմ մի քանի խոցումներ ամենակարևոր թիրախների մասին։ Շաբաթ օրվա գիշերը խոցվել է Ռուսաստանի մեծությամբ երկրորդ նավթավերամշակման գործարանը։ Մարտի 8-ի գիշերը Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզում գտնվող Կիրիշի նեֆտեօրգսինթեզ նավթավերամշակման գործարանը խոցման է ենթարկվել։ Այն գտնվում է Ուկրաինայի հետ սահմանից ավելի քան 800 կիլոմետր հեռավորության վրա։ Կիրիշի նեֆտեօրգսինթեզը խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկն է։ Նրա վերամշակման հզորությունը կազմում է տարեկան մոտ 20-ից ավել միլիոն տոննա նավթ, ինչը դարձնում է գործարանը երկրում երկրորդ խոշորագույն վերամշակման գործարանը Օմսկի նավթավերամշակման գործարանից հետո։ Երեք գիշերը բարի դրոնների աշխատանքի առումով ամենաբեղմնավորներից մեկն էր։ Ուկրաինական դրոնավարները մեկը մյուսի հետևից մեզ հիացնում էին խոցված օբյեկտների քանակով։ Մեր եթերը պատրաստելու պահին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը դեռ չէր մանրամասնել Ռուսաստանին հասցված հարվածների մասին, եւ առայժմ մենք ձեզ կտրամադրենք տվյալներ մեր աղբյուրներից։ Խոցված թիրախների թվում է եղել Վորոնեժի մարզի Բատուռլինովսկի թորման գործարանը, սպիրտի գործարանը, Լիպեցկի մարզի Նովոլիպեցկի մետալուրգիական գործարանում խոցման արդյունքում նույնպես հրդեհ է բռնկվել, Ռիազանի մարզում նույնպես պայթյուններ կային, ըստ որոշ տեղեկությունների եղել է նաև հրդեհ նավթավերամշակման գործարանի տարածքում։ Առայժմ քիչ տվյալներ կան Ռիազանի մարզից, նոր տվյալներ ստանալու դեպքում անպայման կտեղեկացնենք մեր Telegram-յան ալիքում։ Բրյանսկի մարզում գրոհվել է Կոնսերվ Սուշպրոտ գործարանը եւ Ստարադուբի բանջարեղենի չորացման գործարանը, որոնք մթերքով էին ապահովում ռուսական զորքը, այդ սուխպայոկ կոչեցյալները։
Նիժնի Նովգրադի մարզում հարձակման է ենթարկվել Քստովսկու նավթավերամշակման գործարանը։ Սա արդեն առաջի անգամը չէ, վստահ եմ հիշում եք։ Չուվաշիայում նույնպես անհանգիստ է եղել գիշերը, գրոհվել է Բուրևեսնի կոմբինատը, որը գտնվում է Չեբոքսարիում։ Ուկրաինական դրոնները նույնպես ակտիվ են եղել Կուրսկի մարզում, մասնավորապես Կորենևոյում։ Խոցումներ կային նաև Դոնեցկի մարզի օկուպացված հատվածում, մասնավորապես Նովոգրադովկայում, կան տվյալներ, որ Սևծովում գրոհվել է գազի արդյունահանման կետեր։ Ռուսները շատ էին անհանգստացել այս փաստով։ Հիշեցնեմ, որ հենց ստանանք Գենշտաբից տեղեկատվությունը մենք տեղադրենք մեր Telegram-յան ալիքում եւ ընդհանրապես բոլոր մանրամասները տեղադրում ենք մեր Telegram-յան ալիքում։ Հիմա անցնենք օրվա եթերի հիմնական թեմաներին։ Խոսքը Կուրսկի մարզում տիրող իրավիճակի, Ուկրաինայի Սումիի մարզ մուտք գործելու Ռուսաստանի փորձերի եւ Պուտինին աջակցող Դոնբասի բնակչության դեմ հենց Պուտինի կողմից ահաբեկչության եւ նրանց սպանությունների մասին եմ ուզում այսօր խոսել։ Փաստորեն մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, որի մասին ես բազմիցս խոսել եմ իմ եթերներում, որ Ուկրաինայում ամենաշատը տուժել են այն տարածքները, որտեղ մարդիկ եղել են պուտինյան քարոզչության ազդեցության տակ։ Հենց բնակչության մոլորությունների արդյունքն է, որ ռուսներին թև է տվել եւ նրանք մտածել են, որ կարող են գալ մտնել Ուկրաինայի տարածք եւ հենց այդ մոլորության արդյունքում հենց այդ տարածքներն են տուժվում, հենց այդ մարդիկ են զոհվում։ Վերջին օրերին Ռուսաստանը ավելի մեծ քանակով մարդ սպանելու նպատակով բալիստիկ եւ օդային հրթիռներով հարվածներ է հասցնում Դոնբասի քաղաքների բնակելի շենքերին, նույնիսկ կասետային հրթիռներով։ Նրանց համար, ովքեր չգիտեն, ասեմ, որ բալիստիկ կամ կասետային զինամթերքի օգտագործման հիմնական նպատակը նորմալ բանակների համար, այսինքն կոնվենցիոն պատերազմի համար, պետք է լինի ոչնչացնել թշնամու անձնակազմը եւ տրանսպորտային միջոցները, ինչպես նաեւ ոչնչացնել թռիչքուղիներ, էլեկտրահաղորդման գծեր, կառավարման շտաբեր եւ այլ օբյեկտներ։ Շատ այլ նպատակներով են օգտագործում այս հրթիռները, բայց ոչ թե բնակելի շենքերին հարվածելու համար։ Իդեպ բնակելի շենքերին ոչինչով հարվածել չի կարելի, բայց այս կանոնները ռուսական վախկոտ բանակի համար չէ։ Երբ կասետային հրթիռներով հարվածում են բնակելի շենքերին, դա ակնհայտորեն նշանակում է, որ Պուտինյան Ռուսաստանը ցանկանում է պարզապես բնաջնջել Դոնբասի ժողովրդին։ Կրկնում եմ, որտեղ դեռ բավականաչափ մարդիկ կան, որոնք դեռ գտնվում են ռուսական քարոզչության տակ։ Սա ոչ մի կերպ հնարավոր չէ բացատրել, այն որ դա անում են ռուսները կասկած չկա, որովհետև հրթիռները ռուսական արտադրության են եւ նրանց թռիչքուղին Ռուսաստանից է։ Սա ասում եմ այն մարդկանց համար, ովքեր մինչև վերջ չեն ցանկանում պատկերացնել Պուտինյան Ռուսաստանի հրեշավոր էությունը։ Դա իրենց սկզբունքն է։ Բեյսվայի, чтобы чужие боялись։ Հարվածելով Դոնբասի բնակիչներին, ռուսները իրենց համարող բնակչությանը վնասում են, որպեսզի ահ ու սարսափ տարածեն Ուկրաինայի մնացած այլ բնակավայրերի բնակչության վրա։ Դա եթե հիշում եք, նույնիսկ Ռուսաստանում գաղափար կար, որ միջուկային զենքով հարվածեին իրենց արևմտյան մարզերից մեկին, որպեսզի մեզ վախացնեին, էլի նույն պրինցիպն է, այսինքն Բեյսվայի, чтобы чужие боялись։ Նախքան վերջին արձակումները նկարագրել, ես կուզեի, որ Հայաստանի 5-րդ շարասյունը լսի այս ամենի մասին, դիմում եմ նրանց, դուք հավատարիմ պուտինիստներ եք, որ ամենօրյա ռեժիմով ստահոդ լուրեր եք տարածում Ուկրաինայի մասին, դառնալու եք նույն Պուտինի թիրախը, որի իբրև մեծության ու հզորությանը ուզում եք այդքան հավատալ եւ հավատացնել ուրիշներին։ Հզոր մեծ մարդը տանը քնած հասարակ մարդկանց հետ չի կռվում։ Եվ եթե ինչ-որ մեկը Հայաստանում աջակցելով Պուտինին թվում է, թե Հայաստանի համար լավ բան է ցանկանում, սա կատարյալ մոլորություն է։ Ռուսներից լավ բան հնարավոր չի լինի։ Ռուսները լավ բանը իրենց համար են փորձում անել։ Վերջին շրջանում նրանց մոտ դա էլ լավ չի ստացվում։ Ինչով եմ, մարտի 7-ի երեկոյան ռուսական բանակը 2 բալիստիկ հրթիռով հարվածել էր Դաբրապոլե քաղաքի կենտրոնին։ Հեռարձակման նախապատրաստման պահին հայտնի էր, որ Դաբրապոլեում մահացել էր 10-ից ավելի մարդ, ավելի քան 40-ը վիրավորվել էր, այդ թվում 5 երեխա։ Վնասվել է 8 5-հարկանի շենք, 1 վարչական շենք եւ 1 հրշեջ մեքենա։ Հավանաբար, մինչ մենք թողարկենք հեռարձակումը, զոհերի կամ վիրավորների թիվը կարող է աճել, հետևեք մեր Telegram-յան ալիքին, այնտեղ ավելի արդիական վիճակագրություն կա։ Իսկ երեք հենց մարտի 8-ին Կոնստանտինովկայի վրա 5 ավիառումբի հարվածների հետևանքով վիրավորվել է տեղի 4 բնակիչ, վնասվել է 7 բազմահարկ շենք, 4 առանձնատուն, վարչական շենքեր եւ քաղաքային ենթակառուցվածքներ։ Վերջերս հայկական մամուլում իմիջիայլոց ռուսական քարոզչությունը լուրեր տարածեց ուկրաինական զորավարժարանի վրա հարձակման մասին։ Մի շարք լրատվամիջոցներ մեր միջնորդությամբ
ընդունեցին իրենց սխալները եւ հեռացրեցին ապատեղեկատվական նյութերը, սակայն իրեն ազատ եւ իբր արևմտամետ անվանող ալիքներից մեկը շարունակում է համառել եւ ռուսաստանյան քարոզչության նյութը հայ ընթերցողին է ներկայացնում իբրև ուկրաինական ունիանի թողարկած նյութ։ Հիմա ես կասեմ ինչպես կարող եք տարբերել անբարեխիղճ լրագրողներին, եթե հայկական ԶԼՄ-ներում ինչ որտեղ տեսնեք Դնեպրոպետրովսկի մարզում ուկրաինական զորավարժարանի մասին տեղեկատվությամբ, որտեղ գրված է 150 զոհերի մասին, հղում անելով ուկրաինական ունիանին, ապա իմացեք, որ դա ապատեղեկատվություն է եւ կարող եք ձեր կարծիքը ձևավորել նման պսևդոարևմտամետ լրատվականների մասին։ Ես իմ կարծիքը կազմել եմ եւ որքան էլ նրանք փորձեն Ուկրաինայից հյուրեր հրավիրել, ինձ հակառակը չեն համոզի։ Ես այս դեպքը չեմ ների, քանի որ նրանք ոչ միայն ապատեղեկացնում են, այլև նենգորեն քողարկում են իրենց ապատեղեկատվությունը եւ իբրև ուկրաինական լրատվամիջոցի լուր են դա ներկայացնում։ Ովքեր թեման բաց են թողել, ասեն, որ Դնեպրոպետրովսկի մարզում ուկրաինական զորավարժարանին հարվածի արդյունքում մահացածների թիվը չի գերազանցել 40 հոգին, ինչը միևնույն է մեզ համար մեծ ցավ է։ Ինձ որպես Ուկրաինայի հայ առավել մեծ ցավ է տեսնել ապատեղեկատվություն հայկական մամուլում, որովհետև արդեն լայնածավալ պատերազմի 4-րդ տարին է ընթանում, ասացի որոշ լրագրողներ այդպես էլ աշխատել չսովորեցին։ Այն լուրը, ինչ հիմա ես կներկայացնեմ, սովորաբար մենք նման լուրերը չենք առանձնացնում, բայց քանի որ թեման շատ նման է Դնեպրոպետրովսկի մարզի պոլիգոնի հարվածին, որոշեցի պատմել այդ մասին առանձին։ Նախորդին ուկրաինական զորքերը հարված են հասցրել Զապորոժիեի մարզի ժամանակավոր օկուպացված հատվածում գտնվող ռուս օկուպանտների զորավարժարանին, սա ուկրաինացի զինվորների անկասկած հաջողությունն է։ Հակառակորդի տեխնիկայի եւ անձնակազմի կենտրոնացված պոլիգոնը, այսպես ասած, ծածկվել է M30A1 GMLRS կասետային ճշգրիտ կառավարվող հրթիռներով։ Մենք թվեր չենք հորինի զոհերի մասին, բայց նկարից հեշտությամբ կարող եք տեսնել, որ օկուպանտների զոհերի թիվը մի քանի անգամ ավելի է, քան այն թիվը, որ մենք կորցրել ենք Դնեպրոպետրովսկի մարզի պոլիգոնում։ Այժմ Սումիի մարզի սահմանը ճեղքելով ռուսական զորքերի փորձերի մասին ձեզ տեղեկացնեմ։ Ըստ ուկրաինական զինվորականների Սումիի մարզում Նովենկոյեի եւ Ժուրավլյովկայի միջև սահմանի զանգվածային ճեղքումներ չեն գրանցվել։ Ռուս զավթիչները շարունակում են սահմանին առանձին խմբերով ճեղքելու փորձերը, սակայն անարդյունք։ Սա վերջի երևի թե 3 շաբաթների ընթացքում է տեղի ունենում, եթե հիշում եք Պուտինը սուտ ասաց, թե իբր անցել են Սումիի մարզ, բայց հենց նույն օրը ուկրաինական կողմը տեսանյութ հրապարակեց, թե ինչպես ենք ոչնչացրել բոլորին հենց սահմանի մատույցներում։ Այդ օրվանից հետո ավելի է ուժ գնացել ռուսների փորձերը, երևի թե փորձում են Պուտինի սուտը ճիշտ դարձնել, բայց ուկրաինական զորքը դա չի թույլատրում ռուսներին։ Հիմա անդրադառնանք Կուրսկի մարզին։ Վերջին 2 շաբաթվա ընթացքում մեր եթերներում ես հաղորդում էի, որ ռուսական ուժերը փորձում են գրոհել այս տարածաշրջանում, ինչպես գիտեք, ուկրաինական զորքերը արդեն 7 ամիս է Կուրսկի մարզում են, բայց ցավոք դեռ կան մարդիկ, ովքեր զարմանում են, որ Ռուսաստանը փորձում է գրոհել։ Օրերս գրոհներից մեկի փորձը առավել հաջող էր անցել ռուսների մոտ, բայց դա առանձնակի վշտանալու առիթ չի, քանի որ Կուրսկի մարզում հիմնականում ֆիքսված դիրքեր չկան, եւ քանի որ Կուրսկի մարզում, ինչպես բազմիցս ասել եմ, մեր զորքերի գտնվելու նպատակը ռազմական տեսանկյունից հող գրավելը չէ, այլ թշնամու զորքն ու զինատեսակները ուտիլիզացնելը եւ մեր սահմանների արտաքին կողմից պաշտպանելը։ Իսկ քաղաքական առումով միգուցե երբևիցե տարածքների փոխանակման հարց լինի, գուցե եւ փոխանակվի որևիցե ուկրաինական գրավված տարածքի դիմաց։ Եթե ռուսները գրոհում են, ուրեմն հնարավոր է ժամանակավորապես տարածքային փոփոխություն, բայց կարևորը այն է, թե որքան գրոհել կարողացող ռուսական զորք մենք կուտիլիզացնենք իրենց տարածքում, որպեսզի նրանք հետո չհայտնվեն մեր տարածքում։ Դոնբասում օրինակ, որտեղ հիմա ուկրաինական զորքն է առաջ շարժվում եւ ռուսները ոչ մի կերպ չեն կարողանում լուրջ դիմադրություն կազմակերպել ուկրաինական զորքին, ընդհանրապես պատերազմի ժամանակ եթե տակտիկական փոփոխություններից ընկճվենք, ուրեմն վաղուց մի քանի ինֆարկտ պետք է ստացած լինեինք։ Ամենակարևորը, որ պետք է իմանալ, մենք մեր փորձագետների խումբը վստահում է ուկրաինական հրամանատարությանը եւ եթե նրանք ինչ որ մի տեղանքում ինչ որ բան են նախատեսել, որը առաջին հայացքից կարող է մեզ տարօրինակ թվալ, իրականում կարող է հերթական ռուսական
ռուսական մեծ խմբի ոչնչացման տակտիկա լինի։ Ինչպես երեք դա արվեց հենց Սուջա քաղաքում, պատկերացրեք, որ ռուսներին թողել էին, որ մտնեն գրեթե Սուջայի արվարձաններ, դրա նպատակն էր մի ամբողջ ռուսական զորախումբ ոչնչացնել։ Ռուսական բանակի հարյուրավոր զինծառայողներ գազատարով անցել էին ուկրաինական պաշտպանության ուժերի դիրքերը Սուջայի շրջանում, ռուսները մի քանի օր նախապատրաստել էին այս գործողությունները, կաբերով այդ կառավարվող ավիացիոն հրթիռներով իրենց ճանապարհ էին բացել խողովակաշխարհի շուրջ եւ փորձել էին գազատարը օգտագործել։ Սա անակնկալ չէր Ուկրաինայի զինված ուժերի համար, սակայն խողովակաշարը պայթեցնելը նպատակահարմար չէր այս պահին։ Պատկերացնում եք, չէ՞, ռուսներին մոտ են թողել հասնել մինչև գրեթե բուն Սուջա քաղաք։ Գազատարի խողովակով մագլցող ռուս օկուպանտները ընկել են թակարդը եւ ոչնչացվել են։ Ուկրաինացի դեսանտները սպասել էին, որ թշնամին դուրս գա թունելից եւ հավաքվի ելքի մոտ։ Վճռական պահին խողովակի ելքը արգելափակվել էր կանխելով հակառակորդի զորախմբի էվակուացիան եւ ոչնչացվել է ռուսական դեսանտը հենց այդ թակարդում, ինչպես ասացի, այս պահին հայտնի է ռուս դեսանտայինների կազմի մոտ 80%-ի ոչնչացման մասին։ Սա թարմօրինակ է, թե ինչ բարդ պատերազմ է ընթանում, այդ իսկ պատճառով եկեք հանգիստ նայենք կատարվողին, բանակը հիմնականում պրոֆեսիոնալ է, իսկ նոր մոբիլիզացվածները կամաց-կամաց վարժվում են իրենց համար նոր ռազմական արհեստին, իհարկե հեշտ չէ, բայց մարդիկ վարժվում են։ Ուկրաինայի զինված ուժերը դուրս չեն գալիս Կուրսկի մարզից, ուկրաինական զորքերի շրջափակում չկա, ուկրաինական պլացդարմի լայնության ամենանեղ հատվածը 11 կիլոմետր է, ինչը նշանակում է, որ իրավիճակը կրիտիկական չէ։ Օկուպանտների այս պահի հարձակումների նպատակն է փորձել մուտք գործել Ուկրաինայի տարածք լոգիստիկ ուղիները դեպի Կուրսկի մարզ կտրելու նպատակով։ Սակայն այդ հարձակումները չեն դառնում զանգվածային եւ հիմնականում արդյունավետ չեն։ Այսքանով ավարտեմ, ձեզ լավ կիրակնօրյա երեկո եմ մաղթում, մինչ նոր հանդիպում։